10 միլիարդ դրամով կրճատվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն։ Ֆինանսների նախարարը խոստովանում է, վերջին տարիներին կառավարության ծախսերը մեծ աճ են արձանագրել եւ կարիք է առաջացել աճի տեմպը դանդաղեցնել։ Ունենք այո, ինչպես առիթ ունեցա ներկայացնելու որոշ նախարարություններ, որտեղ նվազեցումներ ունենք, որպեսզի կարողանանք ապահովել որոշ կառավարության ծրագրով ստանձնած որոշ պարտավորությունների պատշաճ կատարումը, օրինակ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը։ 2021-ից մինչև 2025 թվականը նախարարության բյուջեն աճել է ավելի քան 5 անգամ 9 միլիարդ դրամից հասնելով 47.5 միլիարդի։ Թեև 2024-ին 2023-ի համեմատ այն 7 միլիարդ դրամով նվազել է, 2025-ին նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 29 միլիարդ դրամով։ Եթե այս տարի նախատեսվել էր իրականացնել 5 բյուջետային ծրագիր 20 միջոցառումներով, ապա 2026-ին հատկացվող 37.3 միլիարդ դրամից 31.2 միլիարդով իրականացվելու է 4 բյուջետային ծրագիր 16 միջոցառումներով։ Փաշինյանը Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը օրերս խոսում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կառավարության կարևոր հանձնառության մասին։ Ապագան կանխորոշվում է այո տեխնոլոգիաների ներդրմամբ եւ նրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ process-ները կառավարելու կարողությամբ։ Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտների եւ ոլորտի զարգացմանը։ Այդ դեպքում ինչու է կրճատվում գերակա հռչակված ոլորտի ֆինանսավորումը։ Պարզվում է կառավարությունը նախատեսում է կրճատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվում է հատկացնել 21.1 միլիարդ դրամ։ Այս տարի նույն ծրագրի համար 32.8 միլիարդ դրամ պետք է ծախսվեր։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են ընդգրկում։ Պետություն մասնավոր համագործակցությունից մինչև ՏՏ դասընթացներ եւ մասնագետներ վերապատրաստում։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով նախարարության բյուջեի 10 միլիարդ դրամ կրճատումը թվում է փոքր թիվ է, սակայն ընդհանուր բյուջեի մեջ այն բավական մասնաբաժին ունի։ Այո, այստեղ պետական աջակցություն է ոլորտին օբյեկտիվ է եւ պահանջված եւ ասեմ դες նաեւ այո ոլորտը ընդհանուր առմամբ անհրաժեշտություն կա, ես էլի ասեցի ընդհանուր էլեկտրոնային կառավարման տեսանկյունից եւ այդ նոր թվային գործիքներին անցնելու առումով թե պետական թե ոչ պետական հատվածում խիստ անհրաժեշտություն կա պետական մասնակցության եւ պետությունը այո այստեղ պետք է ստանձնի լոկոմոտիվի դերը, որովհետեւ արդեն ասեցի խնդիրներ կան ինքնին ոլորտն էլ բավականին ռիսկային է։ Պատգամավորի խոսքով կառավարությունը ձախողում է ծրագրերը, որն էլ արտահայտվում է բյուջեի վրա։ Համապարփակ ապահովագրություն առողջապահության տարիներ շարունակ խոսում են, բերում են ինչ-որ նախագծեր, տարբեր փուլերում, այդ թվում նաև այդ նախընտրական փուլերին մոտ, հետո չեն անում, հետո նորից անդրադառնում են, նույն այդ հայտարարագրի համակարգը, եկամուտների այսպես ամբողջական այդ հայտարարագրի համակարգը նորից ձախողեցին, նորից հետ քայլ արեցին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած բյուջեն չի ընդգրկում ռազմաարդյունաբերության եւ տիեզերական գործունեության ոլորտը։ Դրանք ազգային ժողովում կքննարկվեն առաջիկայում։ Տարեսկզբին Civilnet-ը պարզել էր, որ կառավարությունը 2024-ի 9 ամիսներին չի կարողացել ապահովել ռազմաարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը։ 2024-ի տարեկան պետբյուջեով ռազմաարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5.2 միլիարդ դրամից փաստացի ծախսվել էր ընդամենը 1.5 միլիարդը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25%-ը։ Պարզվել է, որ նախարարությունը ցածր կատարողական է ապահովել էկոհամակարգի եւ շուկայի զարգացման եւ թվային փոխակերպման գործընթացի իրականացման ծրագրերում։ Նկատենք, որ մյուս տարվա բյուջեի հիմնական կրճատումը վերաբերում է հենց այս ոլորտներին։